Միկա ջան, հուսով եմ լավ բանի համար ես մեզ կանչել այստեղ։ Այ անշնորհք։ Ապերիկ ջան, գոնե հասկանում ես ում հետ ես խոսում։ Աչքից դու չես պատկերացնում ով է հետդ խոսում, այ անշնորհք։ Առաքել Արխանգելսկի։ Այո, ինձ Առաքել Արխանգելսկի են ասում։ Իսկ ձեզ աչքիս ինչ ասես չեն ասում։ Կամ սրանից հետո սկսելու են ասել։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Ուզում եմ քեզ կոկո ջամբո ասել։ Մոտեն վիրավորեցիր գլուխդ կծխեմ։ Այդ երբանից է ճիշտը վիրավորանք դառել։ Բա եկել եք ոչ բարև, ոչ բարլուզ, բան շնորհքություն, չի դա։ Այ անշնորհքներ։ Ապրի ջան, Նոր ասեցի, իմ անունը Առաքել Արխանգելսկի է։ Արնակ ջան, դու չեպիառը դառնեիր խմում։ Իմ անունը Առաքել է։ Առաքել։ Ասում եք, ինչի եք ես հարիկից փող ուզել։ Իրան արդեն ասել ենք։ Ոչինչ, մի հատ էլ իմ համար կրկն։ Ճիշտ է ինչքան շատ հնչի, այդքան լավ։ Տենց չի թուշ։ Ջուշ։ Բան ասիր թուշ։ Ասում եմ տենց է։ Ահա, դե ուրեմն թող կրկնի են կողինդ։ ոնց որ այդ ապերները անազատության մեջ են, որ ճիշտն էլ ազատության մեջ լինի, իրանք մեր համար են նստած։ Համաձայն եմ, բայց տեղ մի հատ բայց կա։ Այդ նույն լոգիկայով դուք ձեր կյանքով ինձ եք պարտական։ Ասեմ, իմ պապը Աստված հոգին լուսավորել, խանութից կանսերվա էր առել, կերել, թունավորվել ու մեռել։ Եթե ինքը այդ կանսերվան չառներ, հնարավոր է որ դուք այդ կանսերվան կառնեիք, չէ՞։ Ահա, դուրս է գալի իմ պապը փրկել է ձեր կյանքը։ Ու քանի որ ես իմ